Այս տարվանից հունվարի 27-ը Հայաստանում պաշտոնապես սահմանվեց որպես հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր, երախտագիտության և խոնարհման օր նրանց հանդեպ, ովքեր կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի։ Ռուսհայկական համալսարանում այս օրը մեկնարկեց հիշատակի միջոցառմամբ նվիրված Երկրորդ Արցախյան պատերազմում զոհված ՌՀՀ ուսանողների և շրջանավարտների հուշարձանի մոտ։ Համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին համալսարանի ուսանողները, աշխատակիցները, նաև հերոսների ծնողներն ու ընկերները։ Հիշատակի օրվա ծրագիրը շարունակվեց Լեոնիդ Ազգալյանի անվան հուշամատյան լսարանում՝ մի տարածքում, որտեղ պատմությունը, հիշողությունն ու անցյալի հանդեպ պատասխանատվությունը ստանում են առանձնահատուկ նշանակություն։ Այստեղ միջոցառման մասնակիցները ևս մեկ անգամ հիշեցին այն անունները, որոնք հավերժ մնացին համալսարանական համայնքի անբաժանելի մասը։ Ես շնորհակալ եմ իմ տղային նման բոլորին, նման հերոսներին, մեր հայ ազգին, շունչ տվողներին։ Ես իրանով հպարտանում եմ ու ավելին ասեմ, ես իրա նման սկսել եմ ապրել։ Այսուհետ հունվարի 27-ը պարզապես օրացույցային օր չէ, այլ հիշեցում, պահպանելու և այդ հիշողությունը հաջորդ սերունդներին փոխանցելու պարտքի մասին, որպեսզի զոհվածների սխրանքը երբեք չդառնա միայն դասագրքային էջ։